Պարոն Ղազինյան, հակակոռուպցիոն կոմիտեն վերջերս ձայնագրություն եւ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ձեր կուսակցության ստորաբաժանումներից մեկում իբր ընտրակաշառք են բաժանում աշխատավարձի տեսքով, խնդրեմ անդրադառնաք դրան, ինչպես եք դա մեկնաբանում, եւ երեկվանից Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ԿՊԱ-ները ակտիվ տարածում են, որ Փաշինյանը մերժել է Պուտինին գրանցել ձեր կուսակցությունն ընտրություններում, հավանական համարում եք այնուամենայնիվ այդ տարբերակ, այդ զարգացումը եւ ինչ ծրագիր ունեք, եթե այնուամենայնիվ դա լինի։ Ճիշտ ասած, մի քիչ հնարավոր չեմ համարում, գիտեք, ընդհանրապես ընտրությունները կլինեն կասկածի տակ, անկախ ամեն ինչից։ Հիմա այս մարդիկ ամեն օր գոռում են, չէ՞, ժողովրդավարություն, այդ բաստիոն բառը մոռացան, որտեղ հասկացան, որ չի կարող այդպիսի բան լինել, բայց երեկ էլ հանդիպման ժամանակ մեր հանրապետություն ներկայացնող անձը ասում էր, չէ՞, մենք ժողովրդավարական երկիր ենք եւ այլն եւ այլն։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, օրինակ, չնայած իրենցից ամեն ինչ սպասելի է, բայց ամեն դեպքում այդ իրենց պաշտպանողները նաև հասկանում են, որ ինչա կարելի, ինչ չի կարելի, էլի, այնպես չի, որ իրենց ամեն ինչ կարելի է եւ անսահմանափակ կարելի է։ Հիմա ոնց եք պատկերացնում, օրինակ ամենամեծ ընդդիմադիր ուժը, որը այսպես 5 րոպե պակաս է իշխանությունից, ուղղակի թույլ չտան։ Այդ ընտրությունները ով կարող է ընդունել, այդ ընտրությունների արդյունքները։ Ես շարժում եմ այս կանխավարկածով, ինչպես նշեցի նախորդ հարցերից մեկի պատասխանի ժամանակ, այո, ունենք սցենարներ, պատրաստ ենք բոլոր սցենարների եւ չգրանցելու եւ բոլոր մի խոսքով թույլ տվեք այս բանը դա չբարձրացնել, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ բռնապետությանը ձգտող իշխանության համար անգամ ճոխություն կլինի այդ բանը չանել, էլի, անգամ իրենց դեպքում շատ դժվար է լինելու դա։ Հիմա երկրորդը այդ ընտրակաշառքի հետ կապված, գիտեք, չեմ կարողանում պատկերացնել այդ իրենց, որը իրենց ձեռ չի տալի, ասում են սարկած է, որը իրանք են, այսպես ասած, գցում շրջանառության մեջ, ասում են սա ճիշտ է։ Մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել այդ մասով, ես ուղղակի կարող եմ լրացնել, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը, մեծ կուսակցություն է դարձել արդեն եւ օրորի մեծանում է, կարող ենք ունենալ բազմաթիվ անդամներ, կարող են նաեւ, չգիտեմ, չեմ ուզում դա երբևէ ենթադրել, նաև ներդրված մարդիկ, նաև պրովոկացիաներ եւ այլն։ Մեր կուսակցությունը որևէ հակաիրավական գործողություն չի անում։ Մեր կուսակցությունը որևէ ընտրակաշառքի, ֆինանսական, չգիտեմ, ինչ որ խոստումների, անգամ այնպիսի մանր բաների վրա ենք մեզ սահմանափակել։ Հիմա ձեզ մի հասարակ օրինակ բերեմ, Տաշիր բարեգործական հիմնադրամը մոտավորապես 30 տարի մարդկանց օգնել է։ Վերցրեցին հատուկ մեկ ընդհանրապես 3 ամիս շուտ էր հայտարարում ընտրությունները, վերցրեցին 4 ամիս շուտ հայտարարեցին, ով տուժեց։ Տուժեցին այն բնակիչները, ովքեր որ օրեկան 10-15 մարդու բժշկական վիրահատության տեղերի գումար էր տրվում, լավ չեն ամաչում։ Այսինքն ինչ էր անում, Տաշիր բարեգործականը 30 տարի մարդկանց օգնել է, հիմա այս վերջի մի ամսում կամ 2 ամսում պետքա ինչ աներ։ Այդ հիվանդ մարդկանց միշտ է չէ օգնել։ Նույնը մենք հիմա շատ խիստ սահմանափակված ենք։ Եթե կլինեն մեր շարքերում մարդիկ, որոնք կատարեն որևիցե հակաիրավական գործողություն, խնդրում եմ տեղյակ պահել մեզ։ Նորից եմ կրկնում, ուժեղ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի որոշումն է Սամվել Կարապետյանի հաստատումով։ Չենք անելու որևիցե հակաիրավական գործողություն եւ չենք հավատում այս իշխանության տված որևէ ինֆորմացիայի, որովհետեւ ոտքից գլուխ կեղծ են։ Իսկ սարքելու հարցում երևի տեսել եք, որ այդպիսի կոմպլեքս չունեն։ Շնորհակալություն։